Գիտեք, աղոթքի բաժինն է մեզ մոտ, միաբանվելու ենք, աղոթելու ենք միասին։ Մինչ աղոթքը, մեր հայտարարությունները, մեր ժամերը, ամեն կիրակի հավաքվում ենք քաղաք Էջմիածին Տերյան 900 հասցեում, առավոտյան 12:00-ին, մեր Տիրոջը պաշտելու, երկրպագելու եւ նաեւ նրանից խոսքն ընդունելու։ Գյումրի քաղաքում ամեն շաբաթ ժամը 12:00-ին, Խորենացի 5 հասցեում, չորեքշաբթի օրերին քաղաք Երևան, Շերամի 88, 18:30-ին եւ նաեւ արդեն իսկ ուրբաթ օրերին երիտասարդական ծառայություն, հորդորս է երիտասարդներին երեկոյան ժամը 18:30-ին քաղաք Էջմիածնում, նույն հասցեում, Տերյան 900 հասցեում կան, միաբանվեն իրենց հասակակիցների հետ Աստծո խոսքի շուրջ, Տիրոջը երկրպագելու, Տիրոջը փառաբանելու եւ ես համոզված եմ, որ Տերը յուրահատուկ բան ունի պատրաստած երիտասարդների համար։ Սիրելի քույրս, եղբայրս, միաբանվելու ենք հիմա միասին աղոթելու ենք մեր քույրեր եղբայրների համար, մեզ համար այստեղ ներկա գտնվողներից, մեզ հետևողների համար, միաբանվելու ենք Տիգրանի ազատագրության համար, Ալլայի բժշկության համար, Արտուշի բժշկության հոգսերի համար, Դավիթի հոգսերի համար, Մերի Մայրիկի համար, Հակոբի բժշկության համար, Քրիստինեի ամուսնու ապաշխարության համար, Արմինեի արտակի կյանքի ընթացքի համար, Լուսաբերի առողջության հոգսերի համար եւ նաեւ մեզ համար այստեղ ներկա գտնվողներից, մեզ հետևողների համար, բայց մինչ աղոթքը մի խոսքով եմ ուզում կիսվել ձեզ հետ։ Այսօր հիշել էի այս պատմությունը, որ տեղի էր ունեցել ինձ հետ 2020 թվականին հունվարի 27-ին թունավորման պատճառով ուղիղ համարյա 1 ժամ եղել եմ անգիտակից վիճակում եւ Տիրոջ հրաշքով Տերը նոր հնարավորություն է տվել ապրելու եւ արդեն ապաշխարած ժամանակ էլի հիշել է այս պատմությունը, որ Տերը ողորմություն արեց, թույլ տվեց, որ շարունակեմ կյանքս ապրել։ Տիրոջը հարց ուղեցի, թե ինչու փրկեցիր ինձ։ Ես մեղավոր մեկն էի, ես ընդհանրապես արժան չէի այդ ամենին եւ ինչու ողորմություն արեցիր ինձ, ինչու փրկեցիր ինձ։ Եվ Սուրբ Հոգին սրտիս խոսեց, որ եթե ես այդ օրը քեզ չփրկեի, հավիտյան կկորցնեի քեզ։ Եվ դու այնքան թանկ էիր ինձ համար, որ ես այդ օրը փրկեցի քեզ եւ փրկեցի քեզ, որ ոչ թե շարունակես ապրել քեզ համար, այլ շարունակես ապրել ինձ համար։ Եվ այս խոսքերն եմ ուզում ընթերցել։ Որովհետև Քրիստոսի սերը մեզ ստիպում է այս խորելու, եթե մեկը բոլորի համար մեռավ, ուրեմն բոլորը մեռած են։ Եվ բոլորի համար մեռավ, որպեսզի կենդանի եղողները այլևս ոչ թե իրենց համար կենդանի լինեն, այլ նրա համար, որ իրենց համար մեռավ ու հարություն առավ։ Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է։ Հներն անցան, ամեն բան նոր եղավ։ Սիրելի քույրս, եղբայրս, Տեր Հիսուսը մահացավ քեզ համար, որ դու այսօր հավիտենական կյանք ունենաս։ Եվ եթե այսօր քո սրտում, քո զարկում, Տեր քո սիրտը բաբախում է, դեռ կյանք կա մարմնիդ մեջ, դա նրա համար է, որ Տերը մահացավ քեզ համար, որ ոչ թե մենք ապրենք մեզ համար, այլևս ապրենք իր համար, իր խոսքի համար, իր փառքի համար։ Եվ միգուցե այսօր կյանքումդ, հոգևոր կյանքումդ կլինիկական մահ է ստանում, կարծես ամեն բան ավարտվում է քեզ համար, ինչուները կանգնել են կոկորտից, սիրտդ պայթում է արդեն, հարցերը խեղդում են արդեն։ Թող այսօր Տեր Հիսուսի խոսքը որպես եկսայրի սուր գա քո ներսը եւ բժշկի քո կյանքը։ Թող այսօր Տեր Հիսուսի վերքերից ստանաս բժշկությունդ։ Չգիտեմ մարմնավոր ինչ տկարություն կա կյանքումդ, բժիշկներն ինչ են ախտորոշել քեզ համար։ Բժիշկները չեն, որ դատավճիռ են կայացնում, այլ վերջին խոսքը Տեր Հիսուսինն է։ Եթե Տերը կամենա ապրես, դու ապրելու ես։
Այսօր գանք իր առաջ եւ ասենք Տերիմ Հիսուս, խնդրում ենք բժշկությունը տարա, խնդրում ենք ողորմությունը տարա։ Եթե ես մեղավոր մարդ, Տերը ողորմեց ինձ, Տերը հնարավորություն ինձ տվեց նորից կյանքս ապրելու իր անվան համար, այսօր ցանկացածիս համար հույս կա։ Մեր Աստված հույսի Աստված է, մեր Աստված անհուսության Աստված չէ, եւ այսօր մի մնա անհուսության մեջ։ Տերը եկավ, որ կյանք ունենաս եւ ավելին ունենաս։ Տերը խաչվեց եւ հարություն առավ եւ այդ հաղթությունը տվեց ինձ ու քեզ, որ իր հաղթությունով այսօր ես եւ դու կյանք ունենանք։ Մի մնա դատապարտության մեջ, մի մնա անհուսության մեջ։ Մեզ երկչոտության հոգի չտրվեց, մեզ հաղթության հոգի տվեց, մեզ բժշկության հոգի տվեց, մեզ ազատագրության հոգի տվեց։ Եվ այսօր իր անունով, իր վերքերով ես եւ դու բժշկություն ունենք։ Այսօր կանչիր Տիրոջ անուն, ասա Տերիմ Հիսուս, խնդրում եմ քեզ, արի իմ կյանք եւ ինձ կյանքով լցրու։ Ես գիտեմ, որ դու ավելին ես պատրաստել ինձ համար։ Քո մեջ կյանք կա եւ ավելին կա։ Թող քեզանից քո Քրիստոս գահից գա այդ կյանքի ջրերը իմ ներսում եւ ինձալից էլ բխի այդ ամենը։ Ես չեմ ուզում լինել կարծես մահացած։ Ես ուզում եմ ապրել քո անվան փառքի համար։ Եվ Տերը այսօր յուրաքանչյուրիս այս հնարավորությունը տալիս է։ Եթե միայն կանչես իր անունը քո կյանքում, Տերը կգա եւ կբնակվի քո ներսում։ Եկեք խոնարհվենք իր փառահեղ ներկայության առաջ, իր անվան առաջ եւ խնդրենք, որ այո, իր Սուրբ Հոգով գա եւ բնակվի մեր ներսում։ Հայր, շնորհակալ ենք Տեր իմ Աստված, շնորհակալ ենք կատարյալ եւ մեծ զոհիդ համար, Տեր, որ ամեն ոգով կհավատա քո անվանը, քո որդուն, քո զոհին, Տեր իմ Աստված, դու հնարավորություն ես տալիս հավիտենական կյանք ունենալու, Տեր իմ։ Դու հնարավորություն ես տալիս բժշկվելու, դու գալիս եւ ազատ ես անում ամեն քո անունը կանչողին, Տեր իմ Աստված։ Եթե կան մեր մեջ մարդիկ, ովքեր ապրում են, բայց կարծես մահացած լինեն, ում հոգևոր կյանքը կարծես մահանում է, Տեր իմ Աստված։ Խնդրում եմ Տեր իմ Հիսուս, որ քո խոսքովդ գաս ու բժշկություն անես։ Թող թշնամու ամեն ծրագիր քանդված լինի քո ժողովրդի կյանքում, Տեր։ Քո անվան մեջ ազատագրություն կա, քո վերքերի բժշկություն կա։ Դու մեր Տերն ես, մեր Աստվածն ես եւ մենք քո անունն ենք կանչում, Տեր։ Դու չեկար, որ մենք անհուսության մեջ մնանք։ Դու եկար մեզ հույսով լցնելու։ Դու եկար մեզ քո հոգովդ լցնելու։ Եվ այսօր քո հոգին ենք ընդունում մեր մեջ, Տեր։ Բժշկություն ենք ընդունում քո ձեռքերից, Տեր իմ Հիսուս։ Թող ամեն քո անունը կանչող, ամեն քեզ հավատացող այսօր բժշկված լինի Հիսուսի անունով։ Քո անվան մեջ բժշկություն կա, քո անվան մեջ ազատագրություն կա, Տեր իմ Աստված։ Դու մեր Աստվածն ես, դու մեր հայրն ես, դու մեր հույսն ես, դու մեր Տերն ես, եւ մենք քեզ ենք հուսացած, Տեր իմ Աստված։ Խնդրում ենք բոլոր հիվանդների համար, Տեր, ովքեր մարմնավոր տկարություն ունեն իրենց կյանքում, Տեր, զորավոր կերպով խնդրում ենք միջամտությունը, Տեր իմ Աստված։ Այնտեղ, որտեղ բժիշկներն անզոր են, դու ամենուր զորավոր ես, Տեր իմ Աստված, եւ Հիսուս քո խոսքն է վերջին խոսքը, Տեր։ Այն ախտորոշումները, որ կան, քաղցկեղի ախտորոշումները, ցանկացած հիվանդություն դատավճիռ չէ։ Քոնն է վերջին խոսքը, Տեր։ Դու ես կյանք տվողն ու կյանք առնողը, եթե կամենաս կյանք կունենանք, Տեր իմ Աստված, եւ ավելին կունենանք, Տեր իմ Հիսուս։ Քո անունն ենք կանչում, Տեր։ Քո հոգին ենք կանչում մեր կյանքերում, Տեր, քո Սուրբ Հոգովդ լցրում մեր կյանքը, Տեր։ Մենք չենք ուզում քայլող մեռելներ լինել, Տեր, մենք ուզում ենք ապրել քեզանով, Տեր։ Ուզում ենք կյանք ունենանք քեզանով, Տեր։ Եվ այդ կյանքը որպես կենդանի կյանքի գետեր թող հորդեն մեզանից քո անվան փառքի համար, Տեր իմ Աստված։ Շնորհակալ ենք, որ քեզ ունենք, Տեր։ Շնորհակալ ենք, որ ժամանակին թույլ չտվեցիր, Տեր, որ դժոխքի բաժին դառնանք, Տեր իմ Հիսուս, այլ եկար քո զոհով, քո հարությունով, քո հաղթանակով մեզ գնեցիր եւ մեր հորը զավակներ դարձրեցիր։ Խնդրում ենք, որ մեզ էլ իմաստություն տաս, որ մեր կյանքն ապրենք այնպես, որ ողջ փառքը քեզ լինի, որովհետեւ միակն ես, որ արժան ես այդ փառքն ընդունելուն, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։